Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի ձեզ։ Տեր Արամ, դուք առաջիններից էիք կամ կարելի ասել առաջին համարձակներից էիք, ով բարձրացրեց եկեղեցու ներսում տեղի ունեցած այդ իրադարձությունների, այդ անարդարությունների մասին, այդ հիերարխիկ բուրգի մասին խոսեցիք։ Նախ այդ խնդիրները, որոնք դուք բարձրաձայնում եք, դրանք երեկվա մասին չէին, մեկ օրվա, մեկ ամսվա պատմություն չունեին, դրանք ավելի վաղեմի, հին, արմատացած խնդիրներ էին կարծես թե։ Ինչու հենց այդ պահին որոշեցիք խոսել եւ որն էր այն կարմիր գիծը, որից հետո հասկացաք, որ այլևս լռել չեք կարող։ Նախ շնորհակալ եմ ինձ ձեր տաղավարում հյուրընկալելու համար։ 1999 թվականի կաթողիկոսական ընտրություններից հետո եկեղեցում անընդհատ եղել են խնդիրներ, նաև բնական եմ համարում, որ եկեղեցին որպես մարմին, որպես ընտանիք պետք է ունենա իր խնդիրները, բայց այդ խնդիրները շատ հաճախ եղել են արհեստական եւ շատ հոգեվորականներ ինձանից առաջ անընդհատ բարձրաձայնել են խնդիրները 1 հոգի, 3 հոգի, 4 հոգի, 10 հոգի այդպես եղել է, որ դարձյալ ինձանից առաջ խնդիրները տարբեր ժամանակահատվածում բարձրաձայնել են, բայց ես նաև հետաքրքրվել եմ նրանց ճակատագրով, հասկացել եմ, որ բոլոր այն հոգևորականները, ովքեր որ բարձրաձայնել են կամ կարգալույց են եղել, կամ նրանց նկատմամբ ճնշումները այնքան շատ են եղել, որ այդ հոգևորականները որոշել են այլևս եկեղեցու մեջ չմնալ, ասել կուզեմ, որ ամեն պահի, ամեն փուլում, այսպես ասեմ, չի եղել երևի թե այդպիսի 1 տարի 1999 թվականից սկսած, որ երևի թե կարգալուծություն եղած չլինի ու բոլորը չէ, որ վարքի հետ կապված ինչ որ խնդիր են ունեցել, այլ դրանց մի մասը նաև բարձրաձայնել է եկեղեցու ներսում եղած խնդիրները կամ իրենց հանդեպ ունեցած անարդարությունների վերաբերյալ բարձրաձայնումներ են արել, ինչի պատասխանը եղել է պատիժը նրանց հետ կապված եւ այդ մարդիկ այսօր եկեղեցու շարքերում չեն, թե ինչքան հոգեվորականներ են լքել այս ընթացքում եկեղեցին, նրանց թիվը հստակ չեմ կարող ասել, բայց հարյուրավոր սարկավագներ այս ճնշումների ներքո, այս անարդարության ներքո լքել են Մարիաթոր Սուրբ Էջմիածինը, նրանք կարող են շատ լավ հոգևորականներ դառնալ, բայց այդ ճանապարհին խոչընդոտների են հանդիպել, արհեստական, կեղծ խոչընդոտների, այն տեսակը, որ ունեցել են, լավ տեսակը, որ իսկապես մեր եկեղեցու համար կարող էր շատ լավ այսպես պրոգրես գրանցել, նրանց այս տեսակով պայմանավորված եկեղեցու մեջ լինելը, ուրեմն ճնշվել է այդ տեսակը եւ հեռացվել է եկեղեցու միջից։ Եվ շարունակում է այդ ամենը մինչև այսօր ես 132 կաթողիկոսների մեջ, ուրեմն հայ եկեղեցու հիմնադրումից մինչև այսօրը ինչքան որ ուսումնասիրել եմ, ոչ մի կաթողիկոսի ժամանակ այսքան կարգալուծություններ չեն եղել եւ վերջերս շատ շրջանառվում է, որ ինքը շինող կաթողիկոս է, շինարար կաթողիկոս է, անշուշտ ուրեմն շենքերի կառուցման կամ եկեղեցիների կառուցման հետ կապված կարող ենք ասել, որ շատ ուրեմն կառուցել է, բայց մյուս կողմից էլ իսկապես շինարարել է այս եկեղեցին։ Ամեն իմաստով եմ ասում, որ քանդել է, ինչքան որ կառուցել է, այդքան էլ քանդել է եկեղեցին։ Իսկ այդ կարգալուծությունները միանձնյա են որոշվում եւ այդ իմաստով որքան հասկացա, եթե սպորտային լեզուն օգտագործենք, ռեկորդ է սահմանել կաթողիկոսը։ Այո, միանձնյա է, որովհետև տեսեք, առհասարակ եկեղեցին ղեկավարվում է կամ առաջնորդվում է կանոնադրությամբ, կանոններով, հստակ սահմանված հայ եկեղեցու կողմից, բայց քանի որ այս կաթողիկոսը ինքը արհամարել է հայ եկեղեցու կանոնադրությունը եւ իր համար հետաքրքիր չի եղել, ուղղորդվել, առաջնորդվել կանոնադրությամբ, որովհետեւ ըստ իս կանոնադրությունը պիտի սահմանափակեր որոշակի իր իրավունքները, բայց մենք տեսնում ենք, որ ինքը եկեղեցու մեջ արել է այն, ինչ որ ցանկացել է եւ շատ հաճախ իր գործելակերպը, գործելավոճը դեմ է եղել նաեւ հենց բուն կանոնադրությանը եկեղեցու, այսինքն եւ ասել է, որ հակաեկեղեցական, որոշ եկեղեցականների, այսպես ասեմ, բարձրաձայնումները, սա իսկապես արհեստական է, որովհետև հակաեկեղեցական է այն եկեղեցականը, ով որ կանոնադրությանը համապատասխան գործունեություն չի ծավալում։ Այսինքն բռնապետական ինչ-որ կառույց է հիշեցնում եկեղեցին։ Իսկապես բռնապետական կառույց է հիշեցնում, այս եկեղեցու մեջ գերիշխող է վախը, բոլոր այն մարդիկ, ովքեր որ ցանկություն են ունեցել իրենց կարծիքը բարձրաձայնելու կամ այլ կարծիք ունենալու,
որը կարար դեմ լիներ ամենայն հայոց կաթողիկոսի կարծիքին, այդ մարդիկ ընդհանրապես կարծիք արտահայտելու համար նրանց բախտը եւ ճակատագիրը փոփոխության է ենթարկվել։ Իսկ այդ ամեն ինչի մասին փորձել եք անձնապես թե դուք, թե մնացած հոգևորականները, ովքեր տարբեր փուլերում խնդիրներ են ունեցել, անձամբ բարձրաձայնել հենց կաթողիկոսի մոտ, խոսել այդ խնդիրների մասին, առերեսվել ամեն դեպքում կաթողիկոսի։ Ես իմ բոլոր հարցազրույցներում անկեղծ ասած բարձրաձայնել եմ, առայն որ եւ խոսել եմ իմ առաջնորդ եպիսկոպոսի հետ այս հարցերի հետ կապված, եւ խոսել եմ ամենայն հայոց կաթողիկոսի հետ այս հարցերի հետ կապված, գիտեք, ճնշումները, որ գործադրվում էին, ես շատ լավ հասկանում էի, թե որտեղից է գալիս, որտեղից են սնվում, աղբյուրը որտեղից է, եւ ինձ համար այլևս հիասթափությունն էր ավելի մեծ, ինչու պիտի այն հոգեվորականը, որը որ եկեղեցու հեղինակության համար ոչինչ չի խնայում, որ այդ հեղինակությունը մշտապես բարձր լինի, ինքը պիտի հալածվի, ինքը պիտի ճնշվի, եւ այս ամենը ինձ համար տարօրինակ էր, եւ ես ներքին իմ զգացողությամբ, ինտուիցիայով ուղղակի տեսնում էի մեր եկեղեցու կործանումը, եւ այս կերպ բարձրաձայնելով սա փորձ է եկեղեցին փրկելու աղետից։ Եվ Տեր Արամ, վերջին շրջանում տեսնում ենք process մի կողմից կարգալույց արվող ամենատարբեր հոգևորականներ, մյուս կողմից վարչապետը, որ մասնակցում է կիրակնօրյա պատարակներին եւ այդ քահանաները նաեւ այսպես միանգամից մայրաթորի կողմից կարգալույց են լինում, հետո արդեն եպիսկոպոսների հայտնի հայտարարությունը, եպիսկոպոսների հայտարարության մեջ նաեւ այդ հստակ պահանջը կա, որ կաթողիկոսը պիտի ամեն դեպքում գնա հանգստի, բայց մյուս կողմում տեսնում ենք մայրաթորը, որը չի ընկրկում հայտարարություններ լրիվ այլ տրամաբանության մեջ, նույն եպիսկոպոսներին հորդորում են գալ այսպես կառուցողական դաշտ, այլապես կկիրառեն, ինչպես հենց մայրաթորի հայտարարության մեջ էր ասվում, իրենք սկսեն ավելի այսպես միջոցներ կոշտ կիրառել, նախ ինչ հասկանալ կոշտ միջոցներ ասվածը։ Եվ այսպես շարունակ, մենք տեսնում ենք նաև խզում կա ներսում, այսինքն եպիսկոպոսների եւ կաթողիկոսի միջև երկխոսություն չկա, որովհետեւ տեսնում ենք արմատապես երկու տարբեր հայտարարություններ եպիսկոպոսների կողմից եւ մայրաթորի կողմից։ Ես կփորձեմ այս հարցին մի քիչ ավելի ընդհանրացակ պատասխանել։ Նախորդ հարցի մեջ դուք ասում եք, այ որն էր այն կարմիր գիծը, որը անցնելուց հետո դուք որոշեցիք բարձրաձայնել։ Գիտեք, յուրաքանչյուր հաջողված հոգևորական, երբ որ ծառայում է իր համայնքում եւ ստանում է իր համայնքի սերը, հասկանում է, որ ինքը իր համայնքի առանց իր համայնքի չի կարող ապրել եւ իր համայնքի ներկայությունը իր կյանքում շատ մեծ է ու կարեւոր եւ նաեւ համայնքը գնահատում է, սկսում է գնահատել իր քահանային։ Ես այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ սա մայրաթոր Սուրբ Էջմիածնում նստած բարձրաստիճան հոգեվորականությանը դուր չի գալիս։ Այսինքն միօրինակություն, այսպես ասեմ, ստեղծելու միտում ունեմ, որ բոլորը լինեն միանման, բոլորը լինեն իրենց նման, այո, կառավարելի ինչ որ մասով, եւ եթե դու հաջողություններ ես գրանցել, խոսքը միայն իմ մասին չէ, այլ նաեւ ինձանից առաջ, այսպես ինքս իմ մեջ փորձել եմ վերլուծություններ անել, բոլոր այն քահանաները, ովքեր որ հաջողված են եղել, ինչ որ մի պահի սպառնալիք է հնչել նրանց տեղափոխության հետ կապված, անդադ ճնշել են, որ դու կտեղափոխվես, ուրիշ տեղ կգնաս, մարդը սկսել է զարգացնել իր համայնքը, եկել է արդեն հասել է մի կետ, որտեղ որ ամեն բան լավ է, ամեն բան նորմալ է, հունի մեջ ընկած գնում է, հանկարծ այդ հոգևորականին սկսել են վախեցնել, որ մենք քեզ պետքա տեղափոխենք։ Այսինքն հենց համայնքը սկսում է սիրել, ամեն ինչ լավ է, նորմալ է ու պետքա բնականon կյանքով ապրեն, ամեն ինչ լավ լինի, այդ հոգևորականին արդեն ճնշումների են ենթարկում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից ու իմ դեպքն էլ հենց դրանցից մեկն էր, հերթականն էր, որ ես հասկացա, որ նույն գործելավոճն է։ Հաջողության եմ հասել, թող ինձ ներեն, թե սա մեծամտություն է, ուղղակի համայնքը կհաստատի դրա մասին, որ մենք շատ լավ ծրագրեր ունեինք, Կիրակնօրյա դպրոց ունեինք, երիտասարդաց միություն ունեինք ու գնալով այն ծնագնդիկի էֆեկտով մեծանում էր ամեն բան ու շատ լավ էր, բայց իմ եւ առաջնորդի հանդիպումների ժամանակ, եթե անգամ այլ հարցերով կմոտենայի իրեն, որոշակի խնդիրներ կբարձրաձայնեի, անդադ հետեւյալ հարցադրումներ անում. «Կուզես քեզ տեղափոխեմ»։ Ես ասում եմ սրբազան, բայց իմ բարձրացրած հարցը իմ տեղափոխման հետ ինչ կապ ունի։
Ինքն ենթագիտակցորեն սկսում էին արդեն վախացնել, որ հնարավոր է նման բան լինի։ Ինչ վերաբերվում է վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության, եկեղեցու ներքին կյանքին խառնվելու մայրաթորի ասած փորձերին, ես մի բան կասեմ, որ վարչապետի ծրագիրը եկեղեցու մաքրման ինքը կանոնադրությանը համապատասխան է, այսինքն ինչ է առաջարկում Հայաստանի Հանրապետության վարչապետը որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ասում է, որ եկեղեցում կա խնդիր եւ կա կանոնադրության խնդիր, որ եկեղեցին կանոնադրությամբ առաջ չի շարժվում։ Այն որ եկեղեցին ունի կանոնադրության խնդիր, մոտավորապես ուսումնասիրել են վերջին 150 տարիները եւ հասկացել են, որ տարբեր եկեղեցական գործիչներ, գիտնականներ, մտածողներ ասել են, որ այո, իսկապես եկեղեցու կանոնադրությունը որոշակի փոփոխության ենթակա է եւ եկեղեցին տարբեր ժամանակներում ինքը անդադ խնդիր է ունեցել իր կանոնադրության հետ, այն իմաստով, որ պետք է այդ կանոնադրությունը որոշակի նորոգվի, որտեղ եկել է գալիս է դարերի խորքից եւ կան այսօրվա դարին, անհամապատասխան, այսպես ասած, որոշակի կետեր, որը պետք է թարմացվի եւ համապատասխանեցվի ժամանակի միջավայրին եւ մտածողությանը։ Այսինքն այն ինչ որ կասի վարչապետը, սա համաձայնությունը տվել են սրան նաեւ հենց մեր եկեղեցականները եւ ներքին ժողովներում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում անցկացված մեր եպիսկոպոսաց դասը ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունեցած քննարկումներում մշտապես խոսել են այն մասին, որ իսկապես եկեղեցու կանոնադրությունը նորոգման կարիք ունի։ Ինչն է խնդիրը, որ մինչ այս պահը չի եղել այդ նորոգումը եւ հիմա ստիպված են նաեւ այդ նորոգությունները կազմակերպելու համար պետքա կազմակերպվեին ազգային եկեղեցական ժողովներ։ Տեսեք առհասար, կանոնադրությունը հենց ինքն ասում է, որ գոնե 7 տարին մեկ պետքա տեղի ունենա ազգային եկեղեցական ժողով եւ այդ ազգային եկեղեցական ժողով պետքա փորձի լուծել բոլոր այն խնդիրները, որը ծառացած է հենց այդ եկեղեցու առաջ։ 26 տարի է, եթե չեմ սխալվում, 1999 թվականից առ այսօր որևէ ազգային եկեղեցական ժողով չի գումարվել։ Կանոնադրության փոփոխության հետ կապված ես թվականը չեմ հիշի, բայց նաև եթե չեմ սխալվում, արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր եկեղեցուց, որ իրեն ներկայացնի կանոնադրությունը, եկեղեցին հաստատել էր, որ որոշ ժամանակ հետո կանոնադրությունը կներկայացնի, բայց մինչև օրս անցել է դրանից շատ տարիներ, կանոնադրությունը չի ներկայացվել, այսինքն կարող ենք սրանից հասկանալ, որ այսօրվա իշխանությանը, եկեղեցական իշխանությանը կանոնադրությունը առհասարակ պետք չէ, որովհետև իրենք որոշել են միանձնյա կառավարում իրականացնել, եւ եթե կանոնադրությունը սկսի գործել, միգուցե նաեւ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հաշվետվություններ ներկայացնի, իր գործունեության հետ կապված, ֆինանսական հաշվետվություն պիտի ներկայացնի, թող սրա մասին օրինակ խոսեն մեր եպիսկոպոս հայրերը, արդյոք այս տարիների ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսը հաշվետվություններ ներկայացրել է ֆինանսական առումով, թե վերջերս ես համացանցում նկատեցի իմ ծանոթներից մեկը հենց խոսում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուղարկված միլիոնավոր դոլարների մասին եւ հետաքրքրված էր թե ինչ են եղել այդ գումարները, այսինքն թափանցիկության հարց կա, որ ըստ երևույթին եթե կանոնադրությունը սկսել գործել հայ եկեղեցու մեջ, նաեւ թափանցիկություն պիտի լիներ, ինչը օրվա եկեղեցական իշխանությունների սրտովը չէ, այդ իսկ պատճառով անդադ փորձել են խուսափել, շրջանցել կանոնադրությունը։ Ինչ ուտեր արամ, այսինքն վախերը որտեղ են, երբ որ փորձում են խուսափել այդ թափանցիկությունից, այդ կանոնադրությունից եւ այդ կանոնադրության կիրառումից։ Ինձ թվում է հոգևոր տեսակի հարց է, եթե դու հոգևոր ես, եթե դու սիրում ես քո եկեղեցին եւ նաեւ քո ժողովրդին, այս իմաստով դու պետքա լինես թափանցիկ այդ ժողովրդի հետ եւ այդ եկեղեցու եւ եկեղեցականության հետ, ինչը ես իմ այս տարիների ընթացքում չեմ նկատել, որ առհասարակ թափանցիկությունը կա, անգամ մեր թեմի մակարդակով այդ թափանցիկությունը չի եղել, որպես հոգևորական, ով որ ծառայում է, ծառայություն է իրականացնում արագածոտնի թեմում, ինձ միշտ հետաքրքրել է, անգամ ֆինանսական մասով մեր թեմը ինչ վիճակում է եւ բոլոր այն գումարները, որ կուտակվել են օրինակ մեր թեմում, ինչ բարեգործական ծրագրեր իրականացվեցին
Որպես հայ մարդ առաջինը, որպես հայ հոգևորական եւ այս եկեղեցու մեջ իր նպաստը ունեցած մարդ, ես շատ կուզենամ, որ թափանցիկ լինի, տեսեք, անգամ պետությունը ներկայացնում է տարեկան բյուջե, չէ՞, թե ինչի համար ինչքան գումար պետքա ծախսվի կամ նախորդ տարին ինչ գործունեություն են ծավալել եւ ինչքան գումար է հատկացվել այդ գործունեության համար։ Եկեղեցում այդ համակարգը չկա եւ մենք ուղղակի տարիներ շարունակ, հա, լավ ծառայելով, նաեւ եկեղեցին աղքատ չէ այս իմաստով, մենք գիտենք, որ եկեղեցին գումարներ ունի, բայց այդ գումարները որտեղ են ծախսվում։ Կանոնադրությունը կօգներ հասկանալ, թե այդ ֆինանսական միջոցները առհասարակ որ ուղղությամբ են գնում։ Այսինքն վարչապետի այն հայտարարությունը, որ կան քահանաներ, որ ծայրահեղ աղքատության պայմաններում են ապրում, այն դեպքում, որ ինչպես դուք եք նաև նշում, եկեղեցին աղքատ չէ, դա իրականությունում կա։ Իհարկե կա, մենք ունենք եկեղեցականներ, որ ծայրահեղ աղքատության մեջ են, իսկապես ինչպես վարչապետը նշեց, գյուղացիների կամ համագյուղացիների պարքացուցակի ցանկերում նաև այդ հոգևորականների պարքի ցուցակը կա, ունենք հոգևորականներ, որ նրանց, չգիտեմ, այս ամսական շահույթը այնքան քիչ է, որ դրանով իրենց զավակների մինիմալ, այսպես ասեմ, կարիքներն անգամ չեն կարող բավարարել, բայց եւ նաեւ սրա ֆոնին տեսնում ենք չեմ ուզում շատ խորանամ այս ֆինանսական հարցերի մեջ, որովհետեւ ինձ համար ծանր է սրա մասին խոսելը։ Այսինքն այդտեղ էլ է միայնձնյա որոշվում ամեն դեպքում։ Եվ Տեր Արամ, քանի որ ամսի 10-ից 12-ը պետք է եպիսկոպոսատ ժողով նաև տեղի ունենար եւ ամենայն հայոց կաթողիկոսը գալով Ֆրանսիայից Մարսելից չեղարկեց անմիջապես այդ ժողովը, հասկանանք նաև թե որն էր պատճառը, այսինքն ինչու, ինչ կարող էր լինել այդ ժամանակ, որից խուսափեց եւ կամ վախեցավ Գարեգին Բ-ն, եւ ամեն դեպքում նաև տեսնում ենք, որ այս հորդորները եւ կամ եպիսկոպոսների պահանջները, որ պիտի գնա հանգստի, կարծես թե ականջալուր չէ կաթողիկոսը եւ շարունակում է մնալ։ Այս առումով էլ նաև ինչն է իրեն կապում կաթողիկոսարանի հետ եւ ինչու այդքան դժվարությամբ է հրաժարվում եւ կամ այդ որոշման հետ հաշտ չէ։ Եպիսկոպոսատ ժողովի չեղարկման հետ կապված կարծում եմ, որ մեր եպիսկոպոս հայրերը ավելի ճշգրիտ ինֆորմացիա կտան, բայց որպես քահանա ես կարող եմ իմ մտածումը կամ վերլուծությունը այս ամենի հետ կապված ուրեմն ձեզ ներկայացնել։ Իմ կարծիքով եպիսկոպոսատ ժողովի չեղարկումը պայմանավորված էր կաթողիկոսի վախերով, որովհետև ինքը համոզված չէր, որ այդ ժողովը իր սրտով պիտի անցնի եւ նաեւ ըստ իս կասկածներ ու վախեր ուներ, որ հնարավոր է այդ ժողովի ժամանակ քվեարկություն լինի եւ այդ քվեարկության ժամանակ դրվի նաեւ իր կաթողիկոս մնալ եւ չմնալու հարցը, վախենալով, որ հնարավոր է դա դառնա հենց իր կաթողիկոսության վերջին օրը, որ եպիսկոպոսները հրաժարվեն, հա, ընդունելու իրեն որպես ամենայն հայոց կաթողիկոսի, դրա համար էլ ինքը հրաժարվեց այդ ժողովից։ Առհասարակ, տեսեք, ինքը լեգիտիմություն չունի տարբեր իմաստներով։ Իր կաթողիկոսությունը կամ իր լեգիտիմությունը հաճախ չի ընդունում հենց ինքը հոգևորականությունը, որովհետև ունենալ այսքան բողոքներ մի մարդուց, սա շատ պարզ է, որ եթե ներքին ստորագրահավաք լինի, շատ շատերը փորձելու են հրաժարվել իրենից, անգամ ինքը լեգիտիմ կաթողիկոս չէ ժողովրդի շրջանում, որովհետև բոլոր այս տարիների ընթացքում ինքը ոչ խնամք է ցուցաբերել սեփական ժողովրդի նկատմամբ, ոչ սեր, ոչ էլ նվիրվածություն, այլ ինքը ավելի շատ շփվել է այսպես կոնկրետ մասաների հետ, իշխանական անդամների հետ։ Դուք կհիշեք որևէ մեկ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված, որին ամենայն հայոց կաթողիկոսը որպես պատարագիչ ցանկություն ունեցած կլինի, որ արչեւի շարքում կանգնած լինեն ոչ թե փողկապով կանգնած մարդիկ, այլ աղքատ ժողովուրդը, հիվանդները, ծերերը, կաղերը։ Դուք տեսած կլինեք, որ այս 26 տարիների ընթացքում ինքը որպես հայոց հովվապետ շրջեր Հայաստանի գյուղերով, գնար այցելություններ կազմակերպեր աղքատներին, մտներ նրանց տները, հարց ու փորձ աներ, իմանար թե ինչ կյանքով են ապրում, տեսած կլինեք, որ չգիտեմ, թեկուզ որպես ամենայն հայոց կաթողիկոս մեկ զինվորի, որը որ պատերազմի ժամանակ զոհվել է, իր հուղարկավորությունը հենց ինքը կազմակերպեր։ Այսինքն ես օրինակներ գիտեմ, որ մինչև հիմա մարդկանց տների մեջ Վազգեն առաջինի լուսանկարն է կախված եւ անգամ կատակով առաջարկություն եմ արել, որ եկեք Գարեգին երկրորդի
նկարը կախենք, իրենք ասել են, որ մեզ համար կաթողիկոսը Վազգեն առաջինն է եւ չենք ընդունում այս մարդու գործելավոճը, պահելաձևը եւ այս տարիների ընթացքում իսկապես նեղ անձնական, այսպես իշխանական նախորդ իշխանությունների շահերն է այս մարդը պաշտպանել։ Իր լեգիտիմությունը միջև հեղափոխությունն չի, այսպես ասեմ, ընդունվել։ Ես ձեզ 2017 թվականի հետ կապված մի դեպք կպատմեմ, որ համացանցում միջև հիմա կա եւ ջնջված չէ այդ տեսանյութերը, որ ինքը այցելություն էր կատարել Լոս Անջելես եւ այնտեղ եկեղեցում հետ ժողովուրդը բացականչում էր, որ դժոխք ես գնալու սատանա։ Այդ ժամանակ, տեսեք, հիմա ամեն ինչ անում են, որ իր հեռացվելը կամ իր ոչ լեգիտիմ լինելը կապեն վարչապետի անձի հետ, բայց 2017 թվականին վարչապետը ինքը դեռ ընդդիմադիր, ուրեմն падգամավոր էր եւ եկեղեցու հետ կապված դեռ իր կարծիքները երբևէ չէր արտահայտել, բայց արդեն իսկ 2017 թվականին նրան Ամերիկայի Միացյալ Նահանգներում մերժում էին։ Նրան մերժել են նաեւ Շվեյցարիայում, Բուլղարիայում, այսինքն այն, որ ինքը մերժված է եղել Եվրոպայում եւ նաեւ այլ երկրներում կամ քաղաքներում, սա նորություն չէ։ Այսինքն այս տարիների ընթացքում խնդիրները եկեղեցու մեջ եղել են միջև այս իշխանության լինելը։ Հետևաբար թող չփորձեն, այս կերպ քողարկվել, որ ժամանակի իշխանությունները իրենց հետ ունեն խնդիրներ։ Իրենք առաջին խնդիրը ունեն իրենց ժողովրդի հետ, ունեն իրենց համայնքի հետ, եւ համայնքը ժամանակ առ ժամանակ դրա մասին խոսել ու արձագանքել է, բարձրաձայնել է։ Այսինքն ըստ այդմ մերժված են նաեւ ժողովրդի կողմից, ճիշտ եմ հասկանում ձեր խոսքից։ Ես կարծում եմ, որ այո, մերժված է հենց ժողովրդի կողմից։ Եվ Տեր Արամ, կարևոր հարցի մասին եք խոսում, որ մինչ այդ մենք տեսել ենք կաթողիկոս, որը շատ սերտ հարաբերություններ ունի, այսպես ասեմ, համաձայնեցված նաև գործում է օրվա իշխանությունների հետ, ինչու՞ չէ հաշտ է վարվող արտաքին քաղաքականության հետ, ինչ որ իմաստով։ Ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, կարող էր չէ նույնը տեղի ունենալ նաև այս իշխանության հետ, լեզու գտնեին եւ այդ նույն մտերմությամբ շարունակեին, այսպես ամեն մեկը իր տեղում մնալ։ Ինչ տեղի ունեցավ եւ ինչու կաթողիկոսը ոչ միայն հաշտ չէ օրվա իշխանությունների հետ, այլ նաեւ երբեմն նաեւ մենք հասկանում ենք եւ լսում ենք կարծիքներ, տեսակետներ ամենատարբեր հոգեվորականների շուրթերից արտաքին քաղաքականության հետ կապված, այսինքն հոգեվորականները ինչու այսպես սկսեցին 18 թվականից հետո արտաքին քաղաքական վերլուծություններ անել, հասկանալ, որ ուղղությունն է մեզ պետք, որը ոչ։ Հիմա որոշ հոգեվորականներ վերջին շրջանում օրինակ քննադատում են ժողովրդավարությունը եւ այսպես շարունակ, ինչու եկեղեցին ուղիղ մտավ քաղաքականության մեջ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս իրականում եւ երկար կարելի է մտածել, խոսել, վերլուծել այս հարցի հետ կապված։ Իմ կարծիքով սա անհամաձայնությունը օրվա իշխանությունների հետ տեսակով է պայմանավորված եւ գործելավոճով։ Նախորդ իշխանությունները իրենց գործելավոճով շատ նման էին, համահունչ էին կաթողիկոսի մտածելակերպին։ Տեսեք, այսօր մենք լսում ենք, որ ասում են բռնությունը Հայաստանի կյանքում տեղ չունի, ճիշտ է։ Սա իշխանությունն է սրա մասին բարձրաձայնում, ասում, որ դեմ է բռնությանը։ Բայց նայելով 26 տարիները ամենայն հայոց կաթողիկոսի, տեսնում ենք, որ բռնությունը մեծ տեղ է ունեցել։ Ըստ իս, որտեվ ես էլ ապրել մեծացել եմ այս երկրում եւ նաեւ տեսել եմ բռնություն նախորդ իշխանությունների ժամանակ, իրենց մտածողությունը նույնն էր։ Իրենց արժեքները նույնն էր։ Հետևաբար, այստեղ արժեքային համահունչություն կար, դրա համար էլ կաթողիկոսը կարողանում էր հեշտությամբ շփվել այդ մարդկանց հետ, տեսակի նմանություն կար։ Բայց քանի որ այս իշխանությունը իր տեսակով եւ գործելավոճով տարբերվում է նախորդ իշխանություններից, բնական է, որ ինքը այդ մտածողությամբ չի կարող համակերպվել այս իշխանությունների հետ եւ բնական է որ բախումներ պիտի տեղի ունենա եւ այդ իշխանությունը նախորդ իշխանությունը երբ որ դարձավ այլևս ընդդիմություն ուզած թե չուզած ինքը տեղափոխվեց այն դաշտ որտեղ այդ մարդկանց հետ կարող էր շփվել եւ անկախ երևի թե իր կամքից ինքը հարելով նրանց գաղափարներին ու հայացքներին եկեղեցին տեղափոխեց ընդդիմության դաշտ Գիտեք, հոգեվորականը ինքը պիտի զբաղվի ուրեմն երկնքի արքայության քարոզչությամբ եւ ես իսկապես դեմ եմ, որ հոգեվորականը սքեմավորը զբաղվի քաղաքականությամբ։
Ճանապարհը շատ է երկարում քաղաքականությամբ զբաղվելու։ Եթե պետք է այնպես լինի, որ մենք պիտի զբաղվենք քաղաքականությամբ, դրա համար ավելի կարճ ճանապարհ կար, եւ մենք ուղղակի կարող էինք այս սքեմը չհակնել, ժամանակին հակնել մեր կոստյումները, մտնել ինչ-որ կուսակցություն եւ այնտեղ զբաղվել քաղաքականությամբ։ Բայց մենք այս համազգեստը հակել ենք ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու համար, այլ զբաղվելու այն առաքելությամբ, որը որ Քրիստոս է դրել մեր ուսերին։ Փաստացի այս անձնավորությունը այդ առաքելությունից շեղվել է, դրա համար էլ հիմա ինքը շատ ուրեմն հայրենակիցների աչքերում դիտարկում է որպես ոչ թե հոգևոր, այլ անդիմադիր գործիչ։ Տեր Արամ, ինչպես ասացիք, հարցը միայն այսպես քաղաքական հայացքներն են, թե նաև այլ կապեր կան, որոնք այս մարդկանց, այսպես ասած, անբաժան են դարձնում, նաև հաշվի առնելով, որ օրինակ Մայրաթորում կախված է Սամվել Կարապետյանի լուսանկարը, ինչպես դուք ասացիք, մենք չենք լսել, տեսել, որ աղոթեն օրինակ աղքատ որևէ մեկի, հիվանդ որևէ մեկի համար, բայց յուրաքանչյուր կիրակի լսում ենք, որ Սամվել Կարապետյանի համար աղոթում են, որ նա ազատ արձակվի եւ այսպես շարունակ։ Այսինքն նաև այդպես է որոշվում, թե ում համար պիտի աղոթել, ում համար չէ, հոտը թե ինչ քաղաքական հայացքներ ունի։ Հոտին այդպես է վերաբերվում Մայրաթորը։ Առհասարակ թե հոտին ինչպես է վերաբերվում Մայրաթորը, կամ Մայրաթորը ասելով եկեք նկատի ունենանք բուն ամենայն հայոց կաթողիկոսին, մենք տեսել ենք, որ այս տարիների ընթացքում ինքը առհամարել է իր հոտը։ Իր հոտը իրեն չի հետաքրքրել։ Եթե հետաքրքրեր, իր գործողություններով կապացուցեր այդ։ Իրեն հետաքրքրել է իր իշխանությունը, իրեն հետաքրքրել է իր աթոռը, հա, եւ այս օրերին ինչու ինքը չի հրաժարվում, ինչու հրաժարական չի տալիս իր աթոռից։ Որն է խնդիրը։ Եվ ամեն մեկ օրը, որ ինքը իսկապես մնում է այդ աթոռի վրա, հենց ինքն է վնասում հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ այդ վնասի ամբողջ պատասխանատվությունը հենց իր ուսերին է դրված։ Ոչ ոք մեղավոր չէ, որ հիմա եկեղեցին այս իրավիճակում է, որովհետեւ թիվ 1 մեղավորը այս հարցում ինքն է։ Հետևաբար թիվ 1 պատասխանատվությունն էլ այս իմաստով ինքը պիտի կրի, ուղղակի թողնելով ու հեռանալով, բայց մենք այն մտքին ենք, որ կաթողիկոսական գահը բռնազավթված է, որտեղ ինքը հիմա այդ աթոռին բռնի է նստած։ Հոգևորականությունն իրեն չի ուզում տեսնել ամենայն հայոց կաթողիկոսի աթոռին, ժողովուրդը իրեն չի ուզում տեսնել ամենայն հայոց կաթողիկոսի աթոռին։ Հետևաբար ո՞րն է խնդիրը մնալու այդ աթոռին եւ այդ աթոռին մնալով ինչ հարց պետքա լուծվի։ Իմ կարծիքով բացի ֆինանսական հարցերից ուրիշ ոչ մի հարց չի լուծվելու։ Այսինքն կապը նաեւ այս մարդկանց հետ ֆինանսական է իմ պատկերացմամբ եւ մնալը չփոկվելը այդ աթոռից իմ պատկերացմամբ դարձյալ ֆինանսական է, որովհետեւ ինքը այդ կերպ նաեւ կարողանում է օգտագործելով իր կաթողիկոսական հանգամանքը գումարներ շահել այդ աթոռի միջոցով։ Այսինքն օցիալ լինելը չէ, որ պահում է իրեն այնտեղ դեռևս։ Հոգևոր լինելը չէ, որ նրան պահում է այնտեղ, այո։ Մենք դեմ չենք նրա օծված լինելուն, մենք չենք ասում ինքը օծված չի, օծված է բնականաբար, բայց այն պատասխանատվությունը, որ դրված էր իր ուսերին այդ օծումը ստանալուց հետո, հենց առաջինը ինքն է արհամարել այդ օծումը։ Տեր Արամ, ավելի վտանգավոր հայտարարություններ ենք լսում, այդ թվում նաև վարչապետն է դրա մասին խոսել երկրի թիվ 1 ամբիոնից, որ որոշ բարձրաստիճան հոգևորականներ պակ գործակալներ են, KGB գործակալներ, ենթարկվում են այլ երկրի KGB լեյտենանտներին եւ այսպես շարունակ։ Այս հայտարարություններին որևէ արձագանք Մայրաթորից չի հնչել եւ կամ անձամբ Գարեգին Բն երբևէ չի անդրադարձել այն դեպքում, երբ իր հասցեին քիչ չեմ մեղադրանքները, թե իր թե եղբոր Եզրաս Ներսիսյանի հասցեին։ Գիտեք, պակ գործակալ է թե ոչ, ես դրա մասին հստակ տեղեկություններ չունեմ, բայց ուսումնասիրելով իր կյանքը մի դրվագ կհիշեմ, երբ որ 1970-ական թվականներին ինքը ծառայության էր կոչված Գերմանիայում, եվրոպական Գերմանիայում, Բոն քաղաքում այնտեղ էր ապրում եւ նաեւ գիտեմ, որ այնտեղից ուղակի կալանավորի, այսպես ասեմ, շղթայված կարգավիճակով հետ է ուղարկվել ոնց որ խորթային Հայաստան եւ եթե չեմ սխալվում այդ օրերից սկսած էլ այնտեղ այլևս մուտք չի գործել, չի գնացել այնտեղ
Որպես ամենայն հայոց կաթողիկոս ես ասեմ ավելին, այդ տարիների ընթացքում ինքը սովետական միության բանակում չի ծառայել, իսկ այդ տարիներին մանավանդ լինելով հոգևորական ու չծառայել սովետական բանակում ինձ համար տարօրինակ է, որովհետև հոգևորականությունը այդ ժամանակ հատուկ կարգավիճակ չուներ բանակում չծառայելու համար եւ չծառայելու երկու պատճառ կարող եմ այստեղ տեսնել։ Առաջինը առողջական լուրջ խնդիրները, որ ինքը պետք է առողջական լուրջ խնդիրներ ունենար, որ չծառայեր սովետական բանակում եւ եթե ուներ այդպիսի լուրջ խնդիրներ, որ սովետական բանակը հաշվի էր առել, միգուցե այդ խնդիրներով նաեւ չէր կարող հոգևորական դառնալ, որովհետեւ հստակ է, որ հոգևորական դառնալու համար պետք է առողջ լինես եւ երկրորդը, որ ինքը ուղղակի չէր կարող չծառայել, հենց հուշում է, որ այլ ծառայություններ է մատուցել այլտեղ, այլապես ինչու պիտի ինքը չծառայեր սովետական բանակում, այն էլ այն դեպքում, որ մեր բոլոր տարեց հոգևորականները, ովքեր որ այդ թվականներին ուրեմն ապրել են, իրենք բոլորը ծառայել են սովետական բանակում։ Նաև զավակ ունենալու կուսակրոնության ուխտը խախտել չխախտելու այս հարցին տևական ժամանակ է լռությամբ է պատասխանվում։ Ներողություն եմ խնդրում, իսկ երբ որ երկրի թիվ 1 ամբիոնից երկրի իշխանությունները կամ Հայաստանի Հանրապետության վարչապետը դրա մասին խոսում է, հավանաբար ունի տեղեկություններ այդ մասին ասելու, որովհետև այդ ամբիոնը շատ լուրջ ամբիոն եմ համարում եւ լինելով երկրի ղեկավար չեմ կարծում, որ այնտեղից հնչված որևէ խոսք նախապես ճշտված չէ։ Կարծում եմ, որ իշխանությունները մի բան գիտեն, երբ որ դա ասում են։ Իհարկե կարող են իրենք հելնել, լռել, մերժել, վերջերս այն ինչ որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը փորձում է արդարանալ կամ արդարացնել իրենց գործողությունները, ինձ համար իսկապես ծիծաղալու է։ Ազգային եկեղեցական ժողովի հետ կապված, երբ որ Մայրաթորի տեղեկատվական համակարգը վերջերս փորձում էր պարզաբանել, թե ինչու չի գումարվել, ասում էին, որ համավարակով էր պայմանավորված 2020 թվականի համավարակը ուրեմն եկավ խոչընդոտելու, խանգարելու ուրեմն ազգային եկեղեցական ժողովի գումարմանը, բայց ես ուզում եմ նրանց հիշեցնել, որ կաթողիկոսը 1999 թվականից կաթողիկոս է եւ մինչեւ 2020 թվականը հնարավորություն ուներ, որտեվ մինչեւ 2020 թվականը այդքան տարիներ ուրեմն համավարակ չի եղել եւ հնարավորություն իրենք ունեցել են, անգամ պատերազմները չէին կարող խոչընդոտել, որտեվ պատերազմը ավելի ուշ շրջանում է եղել, դրանից հետո միգուցե կարող էին ազգային եկեղեցական ժողով գումարել, այսինքն այն պատասխանները, որ այնտեղից հնչում է ինձ համար անհիմն է կամ ծիծաղելի, իսկ լռության մասով, թե շատ հարցերում ինչու են լուռ մնում, ժողովուրդը լավ խոսք ունի, չէ՞, ասում են լռությունը համաձայնության նշան է, ինչ պիտի ասեին, ինչ պիտի արդարանային։ Հավանաբար բոլոր այն ասեկոսեները կամ միգուցե հաստատումները, որ ամենայն հայոց կաթողիկոսը ամուսնացած է եւ զավակ կամ զավակներ ունի, լռելու միակ տրամաբանությունը ինձ համար հաշտվելն ու համաձայնվելն է դրա հետ։ Եվ Տեր Արամ նաև շատ է խոսվում, որ այս իշխանությունները նույն ընդդիմության կողմից է խոսվում այդ մասին նաև որոշ հոգևորականներ են բարձրաձայնում, որ միայն այս իշխանությունների օրոք է, որ հոգևորականները իրենց բառերով ասած մի անմեղ հայտարարության համար ձերբակալվել են, կալանավորվել են եւ այսպես շարունակ սրբազաններին գիտեք քաղբան տրկյալ են համարում Գալստանյանին եւ Աջապահյանին։ Դուք համաձայն եք այդ մոտեցման հետ, որ նախկինում են քննադատել, ինչպես օրինակ Աջապահյանն էր հայտարարել, ինքը քննադատել է թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին, բայց միայն այս իշխանությունների օրոք է, որ քննադատության համար ինքը հայտնվել է կալանավայրում։ Նկատենք, որ հոդվածը բացարձակ այլ բանի մասին, այսինքն դա ռազմական կոչին էր վերաբերվում։ Ես հավատում եմ մեր երկրի սահմանադրությանը, ես հավատում եմ արդարադատության համակարգին կամ գոնե վստահում եմ եւ եթե անմեղ են եւ նաեւ Աստծո գոյությանը հավատալով լինելով հոգեորական, ես գիտեմ, եթե մարդը արդար է, ինքը Աստծունն է, նրան ոչ ոք չի կարող նեղացնել, ինչքան էլ որ կցանկանա։ Եվ հենց երբ որ մենք ասում ենք արդարադատություն, սա միակողմանի չպետք է նայենք, եւ եթե արդարությունը խախտված է, թեկուզ եւ հոգեվորականի կողմից,
այս դեպքում էլ եմ համաձայն, որ արդարադատությունը պետքա վերականգնվի, որովհետև լինել եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս սա մեզ հնարավորություն չի տալիս անելու ամեն բան եւ մնալու անպատիժ։ Առհասարակ, եթե կա մեղք, ուրեմն կա պատիժ։ Եթե գործվել է անարդարություն, կապ չունի, եթե ես եմ գործել այդ անարդարությունը, նախ պետքա չգործեի որպես հոգևորական, բայց եթե գործել եմ, ուրեմն պետությունը պարտավոր է վերականգնելու, որտեվ երբ որ ասում ենք անարդարություն, ուրեմն մեկ երկրորդ կողմը կա, ում հանդեպ գործվել է այդ անարդարությունը, եւ պետությունը հավասարության նշանը, այս իմաստով կամ արդարադատությունը, պետությունը ասելով ես նկատի ունեմ արդարադատությունը պարտավոր է վերականգնվել այն մարդու շահերը, ում հանդեպ որ մեղքը գործվել է։ Տեր Արամ, նաև վարչապետը եկեղեցու նորոգման այս ճանապարհին քարտեզ է ներկայացրել ճանապարհային, որը ենթադրում է, որ առաջին փուլով պետք է ընտրել տեղապահ, ապա կանոնակարգը փոխել, ապա նոր կանոնակարգի համաձայն կաթողիկոս ընտրել նոր։ Ընդհանուր առմամբ ծանոթացել եք վարչապետի հայտարարությանը, մոտեցումներին, համաձայն եք դրանց հետ, թե ոչ, ինչ կփոխեիք։ Եվ նաև դրանցով վարչապետի այս առաջարկներով կարող ենք ասել, որ եկեղեցու առաջ ծառացած խնդիրները հնարավոր է լուծել։ Նախ բոլոր այն ուղիներն ու ճանապարհները, որ առաջարկել է վարչապետը, սա կանոնադրությանը համահունչ է, ուզում եմ ասել, որ երբ որ կասեն կանոնադրություն է խախտվում, նոր օրակարգ է բերվում, ոչ, սա նորամուծություն չի մեր եկեղեցու կյանքում եւ այն ինչ որ առաջարկում է վարչապետը, սա կանոնադրությունը տեղյակ լինելու հետևանք է նաև, որ ծանոթացել է կանոնադրությանը եւ գիտի թե եկեղեցին ինչպես պետքա նմանատիպ իրավիճակներում փորձի վերակազմակերպել իր ընթացքը եւ այն ինչ որ առաջարկեց վարչապետը բոլոր այդ ճանապարհները ընթանալու իսկապես կանոնադրության համաձայն է, եթե եկեղեցին չունի կաթողիկոս, ապա նոր ուրեմն ժողով է գումարվում, ազգային եկեղեցական ժողով է գումարվում եւ եպիսկոպոսները փորձում են տեղապահի հարց լուծել եւ այն կետերը, որ առաջ էր քաշում վարչապետը, կանոնադրությունը հենց դրա մասին խոսում ու հաստատում է։ Այսինքն չի գտնվի մեկ հոգևորական, որ կասի վարչապետի առաջարկը եկեղեցական կանոնադրությանը դեմ էր։ Ոչ, հակառակը, այն ինչ որ հոգևորականները չեն ուզեցել անել, վարչապետը խոսեց դրա մասին եւ ինչ որտեղ նաև առաջարկեց, որ գան այդ դաշտ ու փորձեն նստել այն սեղանի շուրջ, որը կանոնական կերպով նոր կաթողիկոսական ընտրությունները կարող է կազմակերպել։ Քանի որ մենք խոսում ենք սցենարների մասին, որոնք հնարավոր չեն, քանի դեռ կաթողիկոսը չի հեռացել Տեր Արամ կամ հանգստի չի գնացել, այսպես ասած, իսկ խոսակցություններ կան, որ կաթողիկոսը ժամանակ է շահելու մինչև 2026 թվականի ընտրություններ եւ ընտրություններով պայմանավորված նոր որոշելու է կգնա թե կմնա։ Ընդհանուր առմամբ դուք ինչպես եք պատկերացնում նաև այդ հանգուցալուծում, այսինքն կաթողիկոսը իսկապես այս գործընթացը կարող է ձգձգվել այդքան, թե կաթողիկոսը այլևս այնտեղ մնալու ժամանակ չունի եւ կամ հնարավորություն չունի եւ ընդամենը օրերի, ժամերի հարց է, որ այս հարցը հանգուցալուծում կստանա։ Կփորձեմ մի փոքր հոգեվոր պատասխան տալ այս հարցին։ Այն ինչ որ հիմա արվում է, եթե արվում է հանուն Քրիստոսի եկեղեցու համար, սա չի կարող վերջակետ չունենալ։ Այսինքն հանգուցալուծումը մենք պարտադիր տեսնելու ենք մեր ուզածով, այսինքն կտեսնենք, որ կգա օրը, կգա պահը եւ ամենայն հայոց կաթողիկոսը գնալու է հանգստի եւ խաղաղ կերպով նոր կաթողիկոսական ընտրություններ են կազմակերպվելու։ Իսկ եթե այս ամենը ինչ որ անձնական շահեր լինեն, բնականաբար կյանքի չի կոչվելու եւ Քրիստոս օգնելու է այս մարդուն, որ ինքը շարունակի մնալ իր աթոռին։ Ես հավատացած եմ, որ այս շարժումը արդար է, եկեղեցու ինքնամաքրման համար է, այն ինչ որ առաջարկում է վարչապետը, իսկապես հայ ժողովրդի հոգևոր կյանքի համար է եւ Քրիստոս էլ տեսնելով ցանկությունները մարդկային պիտի իր օրհնությունն ու հավանությունը տա։ Եվ այդ նորոգումը եկեղեցու, որ սկսվել է, որի մասին խոսվում է, հնարավոր չէ առանց կաթողիկոսի գնալու։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այսինքն կաթողիկոսը մնալու տարբերակ չունի, եթե այնքան անելիքներ կա, այնքան է քանդվել, հա, այսպես ասեմ, քանդել այս համակարգը,
որ իր գնալուց հետո անելիքները շատ ավելի ծանր են ու շատ դժվարությունները դեռ հետո պետք է գան։ Ուրեմն առաջին փուլով սա ամենամեծ դժվարությունը չի իրեն ճանապարհելը։ Հիմնական դժվարությունները պետքա գան հաջորդ արդեն կաթողիկոսի կամ տեղապահի օրոք եւ պատկերացեք, որ այն 26 տարվա բացը, որ այս եկեղեցու մեջ կա, տարբեր խնդիրների հետ կապված, որ լուծումներ չեն տրվել, հաջորդ կաթողիկոսին շատ դժվար ճանապարհ է սպասվում եւ ես որդիաբար իհարկե այս օրերին ուզում եմ մի խնդրանք անել այն մարդուն, որ կդառնա ամենայն հայոց կաթողիկոս, որ իր համար հեշտ չի լինելու, բավականին երկար ճանապարհ պիտի անցնի, եթե սիրում է իր եկեղեցին եւ թող լավ մտածի, կարող է այդ ամենը իրականացնել կյանքի կոչել, թե ոչ։ Շնորհակալ եմ Տեր Արամ։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հետ։ Կհանդիպենք։